Համաշխարհային քաղաքական եւ հանրային կյանքի ամենակննարկվող, ամենասկանդալային եւ էքսցենտրիկ պահերը Եվրամեդիա 24 TV-ի եթերում։ Գագիկ Ծառուկյան, այսա ունիկալ դեպք է։ Այս մարդը էլ փակեց քաղաքականության էջը, հետո բացեց, հետո նորից փակեց, հետո նորից բացեց։ Ժողովուրդ ջան, որ լուսամուտը ասես բացում, փակում եք։ Այդ լուսամուտը ասես կիսաբաց թողեք, հասկանանք ինչ է կատարվում։ Հրաչ ջան։ Ժողովուրդ, խնդրում եմ 50%-ին եմ դիմում, ովքեր որոշել են չգնալ։ Գնացեք ընտրության, պրծնի ես ամեն ինչ, ես քարագլուխ դևին գլխատենք, գլուխներից էլ պրծնենք, գլխացավից էլ։ Նրանք էս դեղերը խմելով։ Սամվել Կարապետյան, այս դեպքը բավականին հետաքրքիր է։ Այս մարդը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ։ Ինքը միշտ եղել է բիզնեսմեն, այն էլ Ռուսաստանում, բայց այսօր որոշել է զբաղվել հայաստանյան քաղաքականությամբ կամ միգուցե իր տեղը որոշել են։ Համենայն դեպս իրենք ճունեն վարչապետի տեխնացու։ Ճիշտ է, իրենք ասում են, որ դա Սամվել Կարապետյանն է, բայց ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վարչապետը չի կարող լինել այլ երկրի քաղաքացի։ Իրենք ասում են, ոչինչ, մենք կգանք իշխանության եւ կփոխենք։ Բայց ինչ է ստացվում, որ այն մեկը Սահմանադրությունը փոխում է Ալիևի ուզածով, իսկ իրանք փոխում են իրենց ուզածով։ Նիկոլ Փաշինյան 2019 թվականի առաջարկը ինչ չի ներկայացվել, ՀՀ նախագահներին է ներկայացվել։ Սա ԱԺ-ում մեր հարցին պատասխանելիս է ասել։ Պարոն Միրզոյան, դուք բանակցել եք ձեզ գժիտեղ դնելով։ Դա է ձեր բանակցությունների։ Տիկին Վարդանյան, եթե մի անգամ է վիրավորեք, ես Փաշինյանի ասածը կրկնել եմ։ Ինձ հետաքրքրով ինչ ասել, ստեղ չենք վիրավորել։ Բայց եթե մի քիչ ավելի լուրջ խոսենք, սա առանձին կոմպոնենտն չէ, սա քարագլուխ հրեշ է, որովհետև իշխանությունը կյանք չունի առանց այս երեքի, այս երեքը կյանք չունեն առանց իշխանության։ Հիմա երաշխավորների մասին, հարգելի գործընկերներ, ես իհարկե կարամ հասկանամ, թե ինչ մոտիվացիայով են սենց որոշ կուսակցություններ, քաղաքական ուժեր երաշխավորացավ կպել, բայց մենք պատմության դասերը լավ ենք սերտել։ Չկա մի որևէ երաշխավոր, որը դա անում է որևէ այլ կողմի սիրուն աչքերի համար։ Ամեն մի այսպես կոչված երաշխավոր որևէ իրավիճակում հետապնդում է միայն իր շահը։ Մենք մեր վերջին տարիների պատմությունից գիտենք, թե վերջին զինադադարի երաշխավորը, խաղաղության երաշխավորը հետ խաղաղությունը պահելու համար խաղաղապահ ուղարկած տեղակայած պետությունը ինչպիսի վարքագիծ դրսևորեց կամ ընդհանրապես ոչինչ չդրսևորեց, երբ որ այդ զինադադարը եւ խաղաղությունը խախտվում է։ Այնպես որ միակ երաշխիքը կողմերի համար փող շահավետությունն է։ Ժողովրդավար Ցանկացած երկրի համար տեսական անգամ մակարդակում ամենամեծ սպառնալիքը կարող լինեն իր անմիջական հարևանները։ Ներկայիս սպառազինությունների հետ հերահար հարվածների դեպքում սպառնալիք կարող լինեն նույնիսկ աշխարհի ամենահեռու անկյուններում գտնվող։ Այդ կարող լինեն ռազմական չէ, որն է Հայաստանի սպառնալիքը, որտեղից է գալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի սպառնալիքը թե ոչ։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չունի կարգավորված հարաբերություն։ Հետևաբար բնականաբար այդտեղից կարող է սպառնալիք։ Կարագա չէ, սպառնալիք են թե ոչ։ Կարագա Ռուանդայից է։ Ուզում եք անկեղծ ասել, ամենամեծ սպառնալիքը դուք եք եւ ձեր Ռոբերտ Քոչարյանը։ Թուրքիա եւ Ադրբեջանը սպառնալիք Կա իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է եւ երագլուխ հրեշը, ինչպես իրենք են ասում, բայց ես իրանց կանվանեի երաֆազ հրեշը, որովհետեւ այդ հետ կապված process-ներ կան։ Իսկ իշխանությունը դեպքում միաֆազ հրեշն է, ընդ որում ֆազը խփած։